Հծառևտրում հնարավոր է գրանցել ապրանքների ներմուծում, լրացնելով մաքսավճարի ու մաքսատուրքի վերաբերյալ տվյալները։ Պահեստի ենթահամակարգից բացենք պահեստի մուտքի օրդեր ներմուծումը։ Ընտրենք մատակարարին։ Ի տարբերություն սովորական ՊՄՕ-ի, այս փաստաթղթում ընդհանուր էջում կարող ենք նշել մաքսատունը, որտեղ կատարվել է ապրանքների մաքսազերծումը, ինչպես նաև մաքսավճարը։ Անցնենք ապրանքների ցուցակ էջ։ Ընտրենք արժույթը։ Լրացնենք ապրանքը, քանակը և ձեռքբերման գինը։ Լրացնենք նաև հայտարարագրում նշված մաքսային արժեքը և մաքսատուրքի տոկոսը։ Ավտոմատ հաշվարկվեց մաքսատուրքը։ Մաքսային արժեքի և մաքսատուրքի հիման վրա հաշվարկվում է ԱԱՀ-ի գումարը։ Հավելյալ ծախսերի բաշխման միջոցով ինքնարժեքի մեջ ներառենք նաև բեռնափոխադրման ծախսերը։ Նշենք մատակարարին, ապրանքների ցուցակ էջում նշենք բաշխվող գումարը և տանք հիշել և փակել։ Ծախսերը բաշխելուց հետո վերադառնանք ՊՄՕ ներմուծում փաստաթուղթ և տանք ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ։ Բացված պատուհանում տեսնում ենք յուրաքանչյուր տողի ինքնարժեքը բոլոր ծախսերը բաշխելուց հետո։